Այս ֆիլմը աստվածաշնչյան պատմությունների վերամշակում է։ Զգուշացում, ֆիլմում առկա են բռնության տեսարաններ։ Աստվածաշունչը 400 տարի անց այն, ինչի համար պայքարում էին իսրայելցիները, կարող էր ոչնչանալ։ Երուսաղեմի 21-րդ թագավորին, Սեդեկային, միանգամից երկու ուժ էր սպառնում։ Դա շինք էր կնքել Եգիպտոսի հետ, բայց պարտավոր էր ծառայել Բաբելոնին։ Նրա դավաճանության մասին լուրը հասել էր Բաբելոնի արքային, Նաբուգոդոնոսորին։ Բաբելոն։ Առաջ դեպի Երուսաղեմ։ Առաջ։ Երուսաղեմ։ Գիտես Երուսաղեմը ինչ է նշանակում։ Խաղաղության քաղաք։ Երուսաղեմ։ Երուսաղեմ։ Դավթից հետո Երեմիայի նման մարգարեներն առաջնորդում էին իրենց թագավորներին։ Նրանք էին պահում Իսրայելի ուղիղ կապը Աստծո հետ։ Բայց Երեմիայի խորհուրդները անուշադրության էին մատնվել։ Հիմա նա Սեդեկիային հայտնում է վերջին ուղերձը։ Հանձնվել Նաբուգոդոնոսորին կամ մեռնել։ Անհավատներ։ Ոչ։ Մարգարե, սա ինչ է։ Սա քեզ համար։ Եթե իմաստուն գտնվես, Բաբելոնի գերությանը կհանձնվես, ու այդպիսով կընդունես Աստծո պատիժը, ու իմացիր, որ Աստված ներողամիտ է քո հանդեպ։ Սրանք Աստծո խոսքերն են։ Հանձնվիր Նաբուգոդոնոսորին ու խոնարհվիր նրա առաջ։ Քո թագավորին համարձակվում ես ասել, որ խոնարհվի։ Համարձակվում ես կասկածել Աստծո մարգարեին։ Էդ դու ես վիրավորում, դու պիտի փոխվես։ Տարեք նրան։ Դավաճան։ Աստված Բաբելոնից դժբախտություն է բերում, Բաբելոնից։ Երուսաղեմ։ Նրանք արդեն մոտ են։ Դարպասների մոտ։ Նրանք գալիս են։ Նրանք արդեն գալիս են։ Բաբելոնցիներն այստեղ են։ Տղաս, Հայրիկ, մեզ ներս թողեք։ Մի փակեք, թույլ տվեք ներս մտնել Տեր Աստված։ Թույլ տվեք, խնդրում եմ։ Արդեն ուշ է։ Հայրիկ, Մի փակեք։ Դարպասը բացեք։ Հետ գնացեք։ հայրիկ։ Չէ։ Քաղաքը փակ է։ Այո, իմ արքա։ Ոչ ոք չփախչի։ Սկսում ենք։
18 ամիս անց թակարդն ընկած իսրայելցիները սկսեցին սովամահ լինել։ Հուսահատությունը մարդակերության պատճառ դարձավ։ Ձեռքերդ, նա մերն է, Հեռու գնա։ հեռացիր։ Նետացիքներ պատրաստ։ Նշան։ Կրակ։ Այդպես ասաց Աստված։ Մարգարե, միթե այս օրասական պահին մեզ համար չես բարեխոսի։ Ոչինչ չի փոխվել։ Երուսաղեմը կայրվի։ Դու գրել ես ապաշխարեք ու ամեն ինչ լավ կլինի, Աստված մեզ կփրկի։ Դուրս նայեք։ Ուշացել եք։ Հիմա Հիմա։ Նորից։ Հարված։ ավելի ուժեղ ու հաղթանակը մերն է։ Միասին։ Իսկ այն ինչ մնա Երուսաղեմից ձերն է։ Ախիր, խնդրում եմ, միայն ոչ իմ երեխան։ Երուսաղեմն ավերվեց, իսկ Սեդեկյանն ու նրա որդիները փախան գաղտնի ելքով։ Դուք պիտի քաջ լինեք։ Խոստանում եք։ Մի անհանգստացեք։ Մեզ կփրկեն։ Արագ, այս կողմ։ Իսկ նրա ժողովրդի բախտը չբերեց։ Երուսաղեմը մերն է։ Երուսաղեմը մերն է։ Անհնազանդության համար պատժեք նրանց։ Թող վճարեն։ Դեպի տաճար։ Ամեն ինչ վերցրեք։ Հետո այրեք տաճարը։ Տաճարն այրվում է։ Կորցրեցինք այն ամենը, ինչի համար պայքարում էինք։ Աբրահամի ժամանակներից ի վեր հրեա ժողովուրդը պայքարում էր ավետյաց երկրի համար։
Հիմա սերունդների հույսերն ու ջանքերը ոչնչացված էին։ Հաղթողների մեջ մի ազնվազարմ երիտասարդ կար, Այս կողմ։ Դանիել անունով։ Այս կողմ Դանիել։ Փակ է։ Դանիել, հետ արի։ Սպասիր։ Սրանք հասարակ մարդիկ չեն։ Ողջ բռնել սրանց։ Ազարիա, Դանիել։ Դանիել, Դանիել։ Ազարիա, չէ, մենք ընտրյալ ժողովուրդ ենք։ Ազարիա։ Ազարիա։ Գտիր Սեդեկիային ու նրա հարազատներին։ Լսում եմ։ Պիտի վճարի դավաճանության համար։ Մի վախեցեք իմ տղաներ, մենք հիմա ապահով ենք։ Սեդեկիա։ Գնանք։ Թողեք նրանց, խնդրում եմ։ Թողեք, խնդրում եմ։ Մի վնասեք նրանց, խիղճ ունեցեք։ Հայրիկ! 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 Խնդրում եմ, մի վնասեք, խնդրում եմ։ Խիղճ ունեցեք։ Խիղճ։ Դու երբեք դա չես տեսնի։ Բերեք նրան։ Շարժվիր։ Արագ շարժվիր։ Հրեա ժողովրդին բռնի կերպով դուրս բերեցին իր հողից։ Հեռու դեպի արևելք։ Բաբելոն։ Արագ շարժվեք։ Այդտեղ արագացեք։ Արագ շարժվիր։ Շարժվիր։ Երեմիային մի քանիսի հետ հաջողվեց փախչել։ Նա գնաց Եգիպտոս, որ էլ երբեք չվերադառնա։ Մարդիկ կորցրեցին իրենց մարգարեին, քաղաքն ու Շարժվիր։ թագավորին։ Արագ։ Ազարիա, բարձրացրու։ Մի ձգձգեք։
Հրեա ժողովուրդը այլ տեսակի առաջնորդի կարիք ուներ Բաբելոնում գոյատևելու համար։ Դանիելի նման առաջնորդի։ Բաբելոն։ Դանիելը գուշակություններ էր կարողանում անել, ու ստիպված ծառայում էր Նաբուգոդոնոսորի արքունիքում։ Ինձ ոչինչ չեք ուզում ասել։ Որևէ մեկը գիտի, թե ինչ երազ եմ տեսել։ Լռությունը պատասխան չէ։ Կարծում էի, թե իմաստուն եք։ Կարողանում եք ապագան տեսնել։ Ու ինչ եք տեսնում։ Տերիմ, ներիր, ոչ ոք քո միտքը չի կարող կարդալ, Ուրեմն էլ ձեզնից ինչ օգուտ։ բայց իմ Աստված ասել է ինձ։ Նա ինձ ցույց է տվել քո երազը։ Ուրեմն կպատմես այն բոլոր մանրամասներով։ Բոլոր մանրամասներով։ Դու ահռելի արձան ես տեսել ոսկե գլխով։ Հետո մի մեծ քար ջարդում է արձանը, կտոր անելով այն։ Այդքանն առանց քեզ էլ գիտեմ։ Ասա թե ինչ է նշանակում։ Արձանը կայսրությունն է, որը գալու է քո կայսրությունից հետո։ Քոնը ամենահզորն է, ոսկե գլուխը։ Իսկ քարը, որ ջարդում է արձանը։ Դա Աստծո թագավորությունն է։ Ապագայում Աստված թագավորել է ամբողջ աշխարհի վրա, ընդմիշտ։ Աստված ոչնչացնելու է։ Այո, Տեր։ Անունդ ինչ է։ Դանիել։ Դու քաջ մարդ ես, Դանիել։ Դա ինձ դուր է գալիս։ Կծառայես ինձ։ Արա այն ինչ ասում է։ Մենք երբևէ Երուսաղեմ կվերադառնանք։ Երեմիան խոստացավ, որ մի օր կվերադառնանք։ Իսկ մինչ այդ ինչ ենք անելու։ Գլուխ ենք խոնարհելու ու ծառայենք հրեշին։ Ես էլ չեմ կարող։ Մտածիր մեր ժողովրդի մասին։ Եթե թագավորի արքունիքում լինենք, կկարողանանք օգնել նրանց։ Նաբուգոդոնոսորն այրեց տաճարը, մեզ գաղթական դարձրեց։ Իմ անունն Ազարիա է, որը նշանակում է մարդ, որին օգնում է Աստված։ Ու հիմա ես կանչում եմ Աստծուն, որ օգնի ինձ։ Նա կսպանի քեզ, եթե չհնազանդվես։ Չեմ կարող։ Ես նրան չեմ խոնարհվի։ Հիմա Ամբողջ սրտով հետևում ենք քեզ։ խոնարհեք ձեր գլուխները։ Մենք քեզ ենք փնտրում ամբողջ սրտով։ Վախենում ենք քեզանից։
Փնտրում ենք քեզ։ Բերեք դրանց։ Այ իմ ընկերներ։ Հիմա ձեր հավատը փորձության կենթարկվի։ Դանիել։ Նրանց ինչ է եղել։ Ընկերներդ ինչու է իմ առաջ գլուխ չեն խոնարհում։ Հավատացնում եմ Տեր, նրանք քեզ հավատարմորեն ծառայում են։ Ինչպես, Բայց նրանք միայն Աստծուն են երկրպագում։ ես կստիպեմ, որ խոնարհվեն։ Մենք հետևում ենք քեզ։ Վախենում ենք քեզնից։ Քեզ ենք փնտրում։ Ինչ են անում, երբ ուզում են ճկել մի բան, որը չի ճկվում։ Ինչ։ Գցում են կրակի մեջ։ Տերիմ, Աստված, Տարեք, լսիր իմ աղոթքը։ այրեք դրանց։ Տիրակալ ոչ։ Կրակի տվեք։ Քո անունով եմ քեզ Հայտ բերեք։ Յուղ, արագացրեք։ Քո անունով եմ քեզ խնդրում։ Փրկիր ինձ։ Շահը, Լսիր իմ լացը։ կրակի տվեք։ Կրակի տվեք։ Փրկիր ինձ։ Աստված, լսիր իմ աղոթքը։ Լսիր իմ լացը։ Մահվան տանջանքն է ինձ բռնել։ Մի անտեսիր իմ արցունքները։ Քո անունով եմ քեզ խնդրում։ Փրկիր ինձ, Աստված իմ, փրկիր ինձ, փրկիր մեզ։ Աստված լսում է իմ լացը։ Ընդունում է իմ աղոթքը։ Իմ թշնամիները կվախենան։ Ամոթից կշրջվեն։ Ինչու չեն վառվում։ Աստված։ 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 Հրյա ժողովուրդ ոտքի կանգնիր։ Աստված մեզ հետ է, մեզ հետ։ Աստված մեզ հետ է։ Կրակի հրաշքը միավորեց հրյա ժողովրդին։ Օտարության մեջ Աստծո նկատմամբ նրանց հավատը չթուլացավ, այլ ընդհակառակը ամրապնդվեց։ Սինա լեռան վրա Մովսեսի ստացած պատվիրանները պահպանվել էին։ Դրանց ավելացան Հեսուի, Սամուելի ու արքաների մասին գրքերը։ Դրանք Սուրբ գրքի հիմքը դարձան։ Հրեա ժողովուրդը պահպանեց հավատը, բայց գերի մնաց։ Իսկ միակ մարդը, որ կարող էր նրանց ազատել, խելագարվեց։ Ահա եւ վերջ։ Նաբուգոդոնոսոր, ամենաահեղարքան ու Աստծո հողի վրա եղած ամենաստոր մարդը։ Տեսնում ես, գոռոզությունը քեզ ուր հասցրեց, մեզ նույնպես։ Դու կարող ես մեզ ազատ արձակել։ Հիմա մենք էլ քեզպես թակարդված ենք։
Վերցրու։ Նոր արքան շուտով կգա։ Աստված իմ խնդրում եմ, թող նա մեզ բաց թողնի։ Նաբուգոդոնոսորի մահվանից մի քանի տարի անց Բաբելոնին մի մեծ բանակ մոտեցավ։ Պարսից արքայի բանակը։ Հայտնիր, որ այստեղ ենք։ Բաբելոնցիները գիտեին, որ չեն կարող դիմակայել։ Նրանց ներս թողեցին առանց կռվի։ Գյուրոս, 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 գյուրոս։ Կյուրոսը մեզ կազատի, ըստ մարգարեության։ Հրեաներին պաշտպանելու համար Դանիելը մտերմացավ Կյուրոսի հետ ու շարունակեց երազներ մեկնել։ Քո երազն ինչ է նշանակում, Դանիել։ Դա իմ երազը չէ տիրակալ։ Բաբելոնում իմ մարգարե կա Եսային։ Նա ասել է. ահա արքան, որի աջ ձեռքը բռնել եմ, որպեսզի բոլոր ազգերը հնազանդվեն նրան։ Նրա անունն է Կյուրոս։ Քո անունն է տվել արքա։ Աստված քեզ հետ է։ Իմ կարծիքով քծնում ես։ Բայց դրանից դեռ ոչ ոք չի մահացել։ Արքան շատ մեծ գործեր է արել։ Այստեղ այդպես է գրված։ Թող այդպես լինի։ Ես Կյուրոս արքան եմ, աշխարհի տիրակալը։ Բայց Դանիելի ամեն մի խոսքը այնպես է լսում, ասես կորցրել է մտածելու ունակությունը։ Դանիելին պետք է հեռացնենք։ Մեկ ամիս առանց աղոթքի։ Միայն դավաճանը կարող է հրաժարվել։ Ես իմ խոսքից չեմ հրաժարվի։ Խոստացել եմ ազատել։ Այդպես նրանց հավատարմությունը կստուգենք։ Նրանք շատ տիրակալներ են ունեցել։ Պիտի համոզված լինենք, որ դու միակն ես նրանց համար։ Վերջինը։ Աշխարհի տիրակալը։
Մեկ ամիս առանց աղոթքի։ Գուցե դա նորմալ է Գյուրոսի համար, բայց նրանք գիտեն, որ մենք չենք Նրանք թակավորի մասին չեն մտածում, ուղղակի ուզում են ավելի մեծ իշխանություն ստանալ մեզ վրա, որ քեզ հեռացնեն ճանապարհից։ Թակարդ է բոլորիս համար, ուզում են մեզ սպանել։ Մեկ ամբողջ ամիս։ Ինչ ես անելու։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ առանց Աստծուն աղոթելու ապրել չեմ կարող։ Ինձ մի զրկիր ու մի խլիր քո Սուրբ Հոգին։ Այլ վերադարձրու ինձ քո փրկության ուրախությունը ու նեցուկ եղիր ամուր ոգով։ Քյուրոսի հրամանը չկատարելու համար Դանիելին բռնեցին ու մահվան դատապարտեցին։ Փրկիր ինձ Տերեմ, ողորմած եղիր իմ հանդեպ, քո անխախտ սիրով։ Տիրակալ, դու վատառողջ ես։ Ես չեմ քնել։ Աղոթիր, որ չուշանամ։ Գուցե հեքիմին կանչենք։ Սխալվել եմ իմ ընկերոջ հարցում։ Բացարա։ Դանիել։ Աստված քեզ հետ է։ Քո Աստված իրական է։ Նա քեզ փրկեց։ Այո։ Ես Կյուրոսն եմ, աշխարհի տիրակալը, եւ ահա իմ որոշումը։ Քո ժողովուրդը Երուսաղեմ կվերադառնա։ Նրանց Աստված ուրախ կլինի։ Բայց ցավոք, այլևս տաճար չունեն, որ երկրպագեն նրան։ Սրան առյուծների մոտ գցեք։ Ոչ! Ոչ! Ոչ!
Գիտես սա ինչ է։ Սա Երուսաղեմի տաճարից է, սքանչելի է։ Երբեք չի օգտագործվել։ Ու հիմա Բաբելոնում այն չեմ օգտագործի։ Մեր երեխաները կօգտագործեն։ Նրանք Երուսաղեմ կվերադառնան, կվերականգնեն մեր տաճարը ու կմիավորեն մեր ժողովրդին։ Մեր պայքարն ավարտված է։ Ես քեզ մի բան ցույց կտամ։ Արի ինձ հետ։ Ահա։ Մեր ժողովուրդը վերադառնում է տուն։ Տասնամյա գերությունից հետո բոլորը մեկ մարդու պես հույսով ու ձգտումով լի։ Երկար են սրան սպասել։ Բայց ես վախենում եմ նրանց ապագայի համար։ Մի երազ եմ տեսել։ Ահռելի մի հրեշ, մահացու, սարսափելի, աննկարագրելիորեն ուժեղ, երկաթե սուրատամներով, այն կուլ էր տվել ամբողջ աշխարհը, բայց Աստված մեզ չի լքել։ Ես նոր տիրակալին տեսա։ Իմ երազում իմ առջև կանգնեց մարդու որդին, որն իջել էր դրախտային ամպից։ Նա ուժով էր օժտված, փառքով ու իշխանությամբ։ Ազգերն ու հասարակ մարդիկ խոնարհվում էին նրա առաջ։ Դա սկիզբն է, Ազարիա։ Սկիզբն է։ Հուդայի ժողովրդի համար գոյատևելը հեշտ չի լինելու։ Հաջորդ 500 տարվա մեջ այդ փոքրաթիվ ազգի վրա նորից ու նորից հարձակվելու են։ Հետո ենթարկվելու են Հռոմի հզորությանը։ Հռոմեական ժլատություն, հռոմեական օրենքներ, հռոմեական պատիժ։ Դեռ երբեք հրեաները այսքան չէին տառապել։ Ամեն օր մարդիկ աղոթում էին նոր արքա Դավթին, որ նա իրենց դեպի փրկություն տանի։ Բայց բոլորը համաձայնեցին սպասել։ Երուսաղեմում նոր հրեական տաճարի գլխին հռոմեական արծիվը թարեց, անարգելով նրանց հավատը։ Պահապանները Արծիվը պիտի հանեին։ Կանգ բռնեք նրանց։ Պահապանները, արագացու։ բռնեք նրանց։ Արագացու։ Բերեք դրանց։ Հաջորդ սերիայում Մարիամ, իմ հարսնացու, դու կյանքումս տեսած ամենագեղեցիկ աչքերն ունես ու ամենաճգնաղ ժպիտը։ Ասա, ինչ ես մտածում նոր թագավորի մասին։ Միթե չես տեսնում Հերովդեսին, հրեաների թագավորին։ Իհարկե, Ուրեմն ում ես թագավոր անվանում։ ոչ մեկին։ Նա դեռ չի ծնվել, բայց մարգարեություն կա զարմանահրաշ աստղի մասին։
Սպանեք բոլորին, բոլորին։ Մարիամ, բռնել եմ քեզ։ Նա ծնվում է։ Ես մկրտում եմ ձեզ, որ նոր թագավորությանը պատրաստ լինեք։ Երբ մաքրվեք, ողջ Իսրայելը կմաքրվի ձեզ հետ։ Մարդիկ հավաքվում են այդ վայրենու Հովանեսի մոտ։ Ոմանք նույնիսկ նրան համարում են Մեսիա։ Ուրեմն աչքդ այդ փրկչի վրա պահիր։ Ինձնից հետո գալու է մեկը, ավելի հզոր, որ կնքելու է կրակով։ Ես ուղղակի անապատում կանչող ձայնն եմ, որ ճանապարհ է բացում։ Տիրոջ համար։ Նա այստեղ է, այստեղ, որպեսզի մարդկանց սրտերը բացի։ Կեսարի հրամանն եմ։ Անկարգություններին պետք է վերջ տրվի։ Ինչ ենք անելու։ Փոխելու ենք աշխարհը։ Արդարության ու ճշմարտության նոր դարաշրջան կսկսվի։ Նրա ուժը մարդկանց նոր աշխարհ կտանի։ Բոլոր մարդկանց։